Սահմանամերձ Խաչիկն արդեն տոնական զարդարանքով է։ Գյուղի հմայքը այստեղ փորձում են ավելացնել նաև մարդկանց համար կենսական անհրաժեշտություն ունեցող խնդիրների լուծմամբ։ Առաջնային են համարում խմելու, ոռոգման ջրի ներքին արտաքին ցանցերի փոխարինման աշխատանքը։ Գործի մի մասը արվել է, մի մասը կարվի 2026 թվականին։ Խաչիկի սկզբանե ոռոգման ջրի խնդիր ունեցել այս պահին էլ ունենք։ Մենք գերաստիճան, երկաստիճան պոմպերով Արենից ենք մաղում։ Հիմի արդեն նախագծման փուլում է կամ նախագիծը պատրաստ է, որպեսզի վերականգնվի Արենի Խաչիկ առաջի աստիճանը, որը անմիջապես Արփագետից կվերցնի ջուրը։ Ակնկալում են, որ հաջորդ տարի կիրագործվի այս ծրագիրը, որը խիստ կարևոր է գյուղի համար։ Ջրագծերի վերակառուցման համար արդեն ներդրվել է 100 միլիոն դրամ։ Հաջորդ տարի նախատեսվող գումարը ավելի շատ կլինի։ Որպես սահմանամերձ բնակավայր այս խնդիրների լուծման համար հատկացումը 70-30% համաֆինանսավորում է, 70%-ը կառավարության մասնաբաժինն է։ Նախատեսվում է նորոգել Արենի Խաչիկ 21 կիլոմետրանոց ճանապարհը։ 2002-3 թվականին մասամբ արվել է Արենիից մինչև կեսը, բայց այս մնացած հատվածը դուք ինքներդ տեսաք, որ շատ անմխիթար է։ Դեռ մեկ ամիս առաջ այստեղ այցի ժամանակ վարչապետ Փաշինյանն էր դիտարկել Նորավանքից Խաչիկ ճանապարհը, քննարկել դրա ասֆալտապատելու հնարավորությունը։ Այն կարող է խթանել նաև զբոսաշրջության զարգացումն այստեղ։ Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը։ Տուրիզմի այդ կլաստերային ծրագրերից որ կան, մեր համայնքը այդ ծրագրի այդ կլաստերային ծրագրերից մեկի մեր շահառուներից մեկը մեր համայնքն է, Արենի համայնքը։ Խաչիկն էլ անմասը չի, ծրագրեր ենք ներկայացնել, մշակույթին վերաբերվող, անտառ ունենք, 5-րդ տարի եկեղեցի ունենք, տարածքների բարեկարգում, որպեսզի տուրիստները ավելի լավ զգան իրանց։ Տուրիստին Խաչիկ բերելու կարևոր այցեքարտ են գյուղի կավագործության խմբակի սաների աշխատանքները։ Ամբողջը մեր հայկական, հին հայկական ասեղնագործությունն է, սրանք Մարաշի ասեղնագործություն են կոչվում, հիմնականը Մարաշի տարածքի մարդիկ են ասեղնագործել ու քիչ մարդիկ հա, որ գիտեն այս ասեղնագործությունը, հիմնված է խաչերի վրա։ Փառատոներին ենք հիմնականում ներկայացնում մեր աշխատանքները, ցուցահանդեսների եթե հրավիրում են այդտեղ ու սոցիալական էջերով ենք ներկայացնում մեր աշխատանքները։ Նոր տարին մոտենում է։ Մայրիկի ասեղնագործ աշխատանքը ձեռքին 9-ամյա Նարեն շտապում է։ Տոնական սեղանը հավանաբար այս սփռոցով կբացեն։ Մեծ սփռոց է։ Ձմեր պապիկին նամակ եմ գրել, որ իրանից ուզել եմ դհոլ։ Ինչու՞։ Որովհետև ուզում եմ մասնակցեմ դհոլի դասերի։ Գյուղում կա դհոլի դասեր։ Չէ, չկա, բայց գնալ եմ դհոլ։ Զուգահեռ Նարեն որոշել է դպրոցում շատ լավ սովորել։ Կրթական պայմանները ըստ գյուղապետի Խաչիկում լավն են։ Վերակառուցման կարիք այս պահին դպրոց մանկապարտեզում չունեն։ Պետական ծրագրով Խաչիկում կառուցվում է 40 նոր տուն։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։